ԵԱՀԿ-ն դեկտեմբերի 1-ին ավարտեց Մինսկի գործընթացի և դրա հետ կապված բոլոր կառույցների փակումը։ Այս գործընթացը իրականացրեց 2025 թվականի սեպտեմբերի 1-ի կոնսենսուսային որոշումը ԵԱՀԿ-ի 57 մասնակից պետությունների կողմից, որը հետևում էր պատմական համատեղ հայտարարությանը, ստորագրված Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Դոնալդ Թրամփի ներկայությամբ, ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի պաշտոնական հայտարարության մեջ։ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանը Պրահայում Մակրոնի, Միշելի և Ալիևի հետ միասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, որ Լեռնային Ղարաբաղի խնդրում այլևս վեճ չունի Ադրբեջանի հետ և Լեռնային Ղարաբաղը ճանաչում է ունիտար Ադրբեջանի մաս, այդ պահից սկսյալ ակնհայտ էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վերջանում է։ Եթե հակամարտող կողմերից մեկը նման կեցվածք է որդեգրում, սա ինքնին բերելու էր այս հետևանքին։ Հիշեցնենք, որ 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնի հռչակագրով այդ դիրքորոշումն ամրապնդվեց։ Այդ օրվա փաստաթղթերում Արցախի խնդիրը այլևս գոյություն չուներ։ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները դիմեցին ԵԱՀԿ-ին, որպեսզի Մինսկի խումբը լուծարվի։ Ամեն ինչ կանխատեսելի է և հետևանք է Ադրբեջանի պահանջի և այն հայտարարության, որ Նիկոլ Փաշինյանը արել է Պրագայում, սրանից դեռևս 3 տարի առաջ։ Արցախահայության իրավունքների վերադարձի հարցը, միջազգային իրավական ձևաչափը մեկընդմիշտ փակվեցին։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց արցախցիների վերադարձի օրակարգն իրատեսական չի համարում։ Վերադարձ երբ կարա տեղի ունենա, եկեք մենք մեզ չխաբենք և 3 սցենար քննարկենք, հա։ Մեկը այն դեպքում, երբ որ նոր պատերազմ լինի և Հայաստանը հաղթի Ադրբեջանին, հետ բերի Արցախը, դա նույնիսկ ֆանտաստիկայի ոլորտի խոսակցություն չի, այս պահին դա նույնիսկ քննարկման ենթակա վարկած չի, որտեվ հակառակը Հայաստանի 200 ավել քառակուսի կիլոմետր պայմաններում գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի տակ։ Մեդիահաբի հետ զրույցում Սուրենյանցը խոսեց երկրորդ սցենարի մասին։ Արցախահայության վերադարձի համար միջազգային երաշխիքներ են պետք, բայց ինչպես տեսնում ենք, միջազգային այդպիսի մի կառույց Մինսկի խումբը փակվեց։ Տուրբուլենտության պայմաններում միջազգային իրավունքն ու ինստիտուտները չեն գործում։ Եվ երրորդ սցենարը, երբ որ արցախցիներին կարող է վերադարձնել իրենց հայրենիք, դա այն է, որ նրանք գնան Ադրբեջանի օրենսդրությամբ, այսինքն ոչ թե քաղաքական վերադարձ դա լինի, սուբյեկտությամբ ուղեկցված, այլ որպես ադրբեջանի քաղաքացիներ գնան և ապրեն այդ երկրի օրենքներով։ Եթե այդպիսի հնարավորություն մեր քույր եղբայրները տեսնեին, 2023 թվականի սեպտեմբերին չէին լքի իրենց հայրենիք։ 18 տարին լրացած արցախցի երիտասարդները կգնային ծառայելու ադրբեջանական բանակում։ Ակնհայտ է, որ արցախցիներն ադրբեջանի օրենքներով Արցախում ապրել ուղղակի չէին կարող։ Քաղաքագետի կարծիքով Հայաստանն արցախցիների համար 2 կարևոր խնդիր ունի լուծելու։ Առաջինը պիտի հետամուտ լինի նրանց գույքային և այլ իրավունքների պաշտպանությանը միջազգային հարթակներում, սա շատ կարևոր խնդիր է, շատ կարևոր խնդիր է։ Եվ երկրորդ խնդիրը, որ պիտի լուծի Հայաստանի իշխանությունը, միջավայր, օրենսդրական, ինստիտուցիոնալ այնպիսի բազայի ստեղծումն է, որ արցախահայերը հնարավորինս արագ ինտեգրվեն Հայաստանի կյանքին, քաղաքական, սոցիալ-տնտեսական, որպես լիարժեք քաղաքացիներ։ Երկու խնդիրն էլ Հայաստանի իշխանությունները չեն լուծում։ Սուրեն Սուրենյանցը քիչ հավանական է համարում, որ Փաշինյանից հետո եկած նոր իշխանությունը արցախահայության վերադարձի հարցով կզբաղվի։ Ցանկացած իշխանություն ստիպված է լինելու Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները հարգել, չհարգելը ծանր հետևանքներ կարող է ունենալ։ Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն անընդհատ բարձրաձայնում է արցախցիների վերադարձի իրատեսական լինելու հնարավորությունները, վերջին գրառման մեջ նշել է. Հետ Փաշինյանյան Հայաստանում ես կասկած չունեմ, որ վերադարձի իրավունքը կվերադառնա բանակցային սեղան միջազգային դերակատարների լիարժեք աջակցությամբ։ Բոլորը հասկանում են կայուն խաղաղությունը միայն այն օրը կգա, երբ Արցախի հայերը կարողանան վերադառնալ իրենց տները անվտանգության և արժանապատվության պայմաններում։